Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարերին ծաղիկներ եւ հարգանքի տուրք։ Այսպես մեկնարկեց միջոցառումն Արագածոտ գյուղում։ Ես խոստացել էի մարտական ընկերներին, հատկապես Կիմ Խաչատյանը, որ զոհվեց, եթե ես ողջ մնամ, իմ ընկերների հիշատակին պարտադիր խաչքար պետք է տեղադրեմ։ Չգիտեմ, Աստծո փառք թե չգիտեմ, ես ողջ մնացի։ Լավ մարկանց շնորհիվ, լավ ընկերների շնորհիվ այս խաչքարը տեղադրվեց, նվիրեցինք Կիմ Խաչատյանի գլխավորությամբ մեր մայիսի, նվիրեցինք ամբողջ մեր զոհերի հիշատակին։ Մանվել Մարգարյանը ծնվել է Ջավախքի Գանձագյուղում, ապրելով Հայաստանի Հանրապետությունում մասնակցել է Արցախյան պատերազմին եւ 1994 թվականին Աղդամի թեժ մարտերում հերոսաբար ընկել, ընտրելով Թուրքի առջև երբեք ծնկի չգալու եւ արժանապատիվ խաղաղություն կերտելու ուղին։ Նրա կինը Ֆեմիդա Մարգարյանը հուզմունքով է հիշում ամուսնուն։ 10 տարի ընտանիք ենք կազմը միասին ենք ապրել, մենակ բարիություն եմ տեսել։ Մենակ լավն եմ տեսել։ 94 թվականին, որ մարտերը թեժացան, ինքը կամավոր պավեսկա բերեցին, բոլորը փախան, ինքը կամավոր գնաց, պետք է համ կռվեմ իմ ընտանիքի համար, իմ երեխեքի համար ու գնաց։ Կամավոր գնաց։ Վերջի մի քանի օրներ մնացել, որ պետքա գար, զոհվեց Աղդամի թեժ կռիվներում։ Այսօր Մանվել Մարգարյանի անունը վառ են պահում իր հայրենիքում։ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արագածոտ գյուղում բացվել է Մանվել Մարգարյանի անվան սպորտ դպրոցը։ Մեր Կամեկի ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզեկյանը դիմեց ինձ, ասաց ուզում ենք ստեղծենք ակումբ։ Մեր Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հեդնիկ Հովհաննիսյանի հետ քննարկեցինք, դիմեցինք Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին։ Իմ խնդրանքը չմերժեց, տրամադրեց մեզ գույքը, ստեղծեցինք ակումբը ու լուրջ արդյունքների եմ սպասելիքներ ունեմ, որ լուրջ արդյունքներ կունենանք։ Սպորտ դպրոցը ողջունեցին նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Իմ մաղթանքս Մանվել Մարգարյանի անվան Կամեկ այս մրցաշարի ստեղծող Հենրիկ Հովհաննիսյանին թող շարունակական լինի իր աշխատանքները, ինչու՞ չէ նաև միշտ հաղթանակներ լինի ոչ միայն սպորտում, այլ նաև բոլոր բնակավարներում։ Մեծ նշանակություն ունի նման ակումբի բացումը գյուղի երեխաների համար, նշում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կամեկ ֆեդերացիայի մարզիչ Հենրիկ Հովհաննիսյանը։ Ուզում ենք այն վատ սովորությունները, որ կա, դրանց չառնչվեն, լավ սովորություններին, այնտեղ դաստիարակում ենք, որ լավ մարդ դառնան, եթե լավ սպորտսմեններ չդառնան, գոնե լավ մարդ դառնան, էլի։ Միջոցառման ներկա էր նաև Կոշի Հովության հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Քահանա Գափոյանը, ով իր օրհնությունն ու շնորհակալությունը հայտնեց նախաձեռնողներին։ Այստեղ կարծես այս գյուղի մեջ մեր փոքրիկ գողտրիկ անկյուն ստեղծվեց, անկյուն, որ հատուկ զբաղմունք է դառնում մանուկների համար։ Շնորհակալության իմ խոսքը որպես հոգևոր հովիվ համայնքի հոգևոր պատասխանատու պիտի իմ խոսքը առաջի հերթին ուղղեմ նաև Գևորգ Հովհաննիսյանին, որ իմ ազգի կարծես պատրաստական զինվորներից մեկը լինի եւ այս ամենի հետ կապված տքնաջան աշխատանքի, անգամ այս շինարարության հետ կապված իհարկե բնականաբար նյութական միջոցները այլ են, բայց կազմակերպող եւ գյուղի համայնքի տղաների հետ միասին շատ մեծ ջանք թափեցին։ Աշտարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Շանթ Վահանյանը կարևորեց սպորտի եւ մշակույթի դերը համայնքի զարգացման գործում։ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի գլխավորությամբ շատ է կարևորում համայնքում սպորտային եւ մշակութային կյանքը, քանի որ սա եւս մեկ քայլ է երեխաներին, պատանիներին պահել առողջ մթնոլորտում եւ այսպիսի միջոցառումները շատ են կազմակերպվում մեր բնակավայրերում եւ մենք մեր համայնքի ղեկավարի գլխավորությամբ կանգնած ենք այսպիսի միջոցառումների կողքին եւ փորձում ենք հնարավորինս ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կարող են այսպիսի միջոցառումներ անցկացվել։ Միջոցառման ընթացքում պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնվեցին կազմակերպիչներին, սաներին եւ աջակիցներին։ Հուշամրցաշարը նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին կարևորում է Կամեկ Հայաստանի Սիրողական ազգային ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզիկյանը։ Այս առիթը նրանում է կայանում, որ այս միջոցառումը նվիրված է
Մանվել Մարգարյանի հուշամրցաշար, որպեսզի այդպիսին նվիրված մեր ազատամարտիկին զոհված նրա հիշատակին։ Եվ այս նպատակով էլ աշխատել ենք, որպեսզի երեխաներին համախմբել այս ազգային գաղափարախոսության շուրջ հայրենասիրության, որպեսզի մեր երեխաները, ապագա սերունդները մեծանան հայրենասեր նվիրումներով։ Ազգային երկուպար, ասմունք, հուշամրցաշար։ Լեփլեցուն էր Մանվել Մարգարյանի անվան նորաբաց սպորտ դպրոցը։ Այն ոչ միայն հարգանքի տուրք է հերոսի հիշատակին, այլ նաև ապագայի հաղթանակների հավատքի խորհրդանիշ։ Այստեղ դաստիարակվող երեխաները կրում են Մանվել Մարգարյանի ուժն ու ոգին, նրա թողած ուղին շարունակելու հավատարմությամբ։ Սերունդների հիշողության մեջ հերոսները պետք է ապրեն ոչ միայն հուշաքարերով, անհրաժեշտ է նաև կրել վերջիններիս ոգին, կոփվել յուրաքանչյուր օր, հզորանալով եւ նվիրվել այն գործին, որը կիսատ թողեցին պատերազմում ընկածները։ Ահա այն խորհուրդը, որն ունի Մանվել Մարգարյանի անվան սպորտ դպրոցը եւ որի շուրջ համախմբվել են նախաձեռնողները։ Ալիսա Աղասյան, Սերոբ Չարչիկյան, Երկիր AM։